Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստ ենք միասին ժելե, քանի որ շատ վաղուց խնդրել էին իմ հետևորդները, իհարկե չեմ գրել անունները, բայց բավականին երկար ժամանակ է, որ խոստացել եմ անպայման պիտի պատրաստենք։ Ուրեմն առաջին հերթին ասեմ, որ այստեղ Ֆրանսիայում եւ Եվրոպայում, ընդհանրապես Եվրոպայում ժելեով տորթեր են պատրաստում, այսինքն առաջին շերտը լինում է խմորային, բիսկվիթային, ինչ-որ մի բիսկվիտ, ես ինքս էլ եմ պատրաստում, իհարկե խոստանում եմ, որ անպայման մի օր էլ դա կպատրաստենք, եւ այսպիսի ժելեով տորթեր հիմնականում այստեղ այդքան շատ չեն պատրաստում, բայց քանի որ մենք հայ ենք, Հայաստանում շատ են սիրում այդպիսի ժելեով տորթեր պատրաստենք միասին։ Այսօր ես որոշել եմ, որ պատրաստելու եմ ելակով եւ հապալասով, հապալասը իհարկե այսպես զարդարելու համար քիչ կդնեմ։ Առաջին հերթին մենք թրջենք ժելատինը։ Ժելատինը մեզ հարկավոր է 30 գրամ։ Ասեմ, որ ինձ մոտ բալի կոմպոտ է, եթե դուք ուզում եք կոմպոտով պատրաստել, ուրեմն համարեք քաղցրությունը, ինձ համար բավական է կոմպոտի քաղցրությունը, իսկ եթե ձեզ քիչ է լինում, համտես արեք, ավելացրեք շաքարը, ոչինչ, քանի որ մրգեր են ավելանալու եւ շաքարային մասը քիչ է զգացվելու, ինչպես կուզեք, այսպես, ուրեմն թրջում ենք ժելատինը, խնդրում եմ ժելատինը ընտրելուց անպայման ժամկետը նայեք, որովհետև եթե մի փոքր ժամկետ անց լինի, այդքան էլ լավ չի ստացվում։ Եվ այսպես սենյակային ջերմաստիճանի կոմպոտը ավելացնում ենք մի փոքր, մի քիչ ավելացնում ենք ժելատինի վրա։ Մի րոպե գտալ վերցնեմ։ Թողնում ենք, որ ուռչի, այսպես։ Մեր ուզած չափով եւ մեր ուզած ձևով կտրտում ենք ելակը։ Մեզ մոտ շատ մեծ է ելակը, փոքր ելակ ես չկարողացա գտնել, դրա համար այսպես մեծ դնել մի քիչ գեղեցիկ չէ, ես կկտրտեմ։ Այսպիսի կտորների է վերածում։ Ես վերջացրի արդեն ելակը, հիմա ասեմ, որ ինձ մոտ 1 լիտր կոմպոտ է, որից ես մոտ այսպես 200 գրամը ավելացրի դոնդողի վրա, ժելատինի վրա։ Հիմա մենք տաքացնում ենք, չենք հեռացնելու, ուղղակի պիտի լավ տաքանա մեր կոմպոտը։ Արդեն մեր կոմպոտը տաք է, լավ տաք է, խառնում ենք, մեր արդեն, տեսեք, լավ ուռել է ժելատինը, խառնում ենք կոմպոտի։ Մի հատ այսպես խառնում ենք, որ լուծվի ամբողջովին։ Լուծվել է արդեն։
Հիմա հավաքում ենք արդեն մեր տորթը։ Ժելե տորթ։ Ուրեմն ձեր ցանկությամբ ինչպես կուզեք զարդարեք մրգերը։ Հիմա առաջին շերտը շարելուց հետո ավելացնում ենք հեղուկը մեր կոմպոտը եւ ժելատինը արդեն միասին։ Այսպես։ Եվ դնելու ենք սառնարան այնքան ժամանակ, մինչև լավ սառի այդ։ Սիրելիներս, ուրեմն առաջին շերտը արդեն դոնդող է դարձել, սառել է։ Ես մոռացա առաջինը սառնարան դնելուց հիշեցի, որ հապալած չեմ դրել, այսպես ուլունքի նման, տեսեք, զարդարեցի։ Հիմա շարունակում ենք արդեն երկրորդ շերտը։ Եվ նորից ավելացնում ենք կոմպոտը։ Ու արդեն նորից դնում ենք սառնարան։ Ամեն շերտից հետո դնելու ենք սառնարան։ Սիրելիներս, շարունակում ենք, ամեն անգամ, երբ որ դնում ենք սառնարան, նոր փորձեցի նայեմ ժամը, որպեսզի ձեզ ասեմ, մոտավորապես 18 րոպե տևեց։ Այսպես շարունակում ենք։ Այսպես, նորից, և այսպես արդեն նորից
շարում ենք։ Ասեմ, որ առաջին անգամն է մի փոքր երկար սպասել տալիս, որովհետև երկրորդ, երրորդ եւ մնացած անգամները ամանը սառն է եւ արդեն սառած է, շատ արագ է լինում։ Այնպես որ ձանձրանալ պետք չէ։ Սա մի փոքր կկտրեմ։ Դանակ վերցնեմ։ Ինձ մոտ համարյա 1 կիլոգրամ ելակ էր։ Ոչ թե համարյա, իրականում 1 կիլոգրամ ելակ ունեինք։ Հապալասը։ Այսպես։ Եվ արդեն ամբողջովին ավելացնում ենք կոմպոտը։ Տեսեք, այսպիսի ամանի համար եւ 1 լիտր կոմպոտն էր բավարար եւ հատապտուղները։ Վերջ։ Այսպես։ Հիմա դնենք սառնարան, թող լավ սառի, ասեմ, որ վերջին անգամ դնելուց մի փոքր երկար պիտի մնա, ոչ թե մի փոքր, այլ 5-ից 6 ժամ պիտի մնա, որ շատ լավ սառի ու ամանից արդեն հեշտ դուրս գա, իհարկե հանելուց կցուցադրենք։ Այսպես ել հետևորդներ, մենք ավարտեցինք, արդեն լավ սառել է, թասիկի մեջ տաք ջուր ենք հսնում և հանում ենք արդեն։ Մեկ րոպե։
փորձում ենք ուղղել, քանի որ գիտենք, որ շատ սառն է։ Այսպես։ Այսպես, ասել, որ դեր շատ լավ չի սառել, բայց փառք Աստծո դուրս եկավ։ Հիմա կտրենք, որպեսզի տեսնենք ինչ տեսք ունի մեր արդեն համարյա սառած ժելին։ Սիրելիներս, արդեն տեսակ ինչպիսի գեղեցիկ ժելե ստացանք, տեսեք, լիքը մրգերով, շատ լավ, ինչքան ուզեցինք մրգերը արեցինք, տեսեք, այսպիսի գեղեցիկ կտրվածք է ունենում։ Շատ լավ դոնդող ստացվեց, չափաբաժինը անպայման կգրեմ։ Այսպես սիրելի հետևորդներ, այսօր էլ ավարտեցինք, ինձ թվում է ձեզ դուր կգա, ձեզ բարի դիտում եմ մաղթում, իրականում շատ լավ բաղադրատոմս է, այդպիսի բան չկա, որ չստացվի, խնդրում եմ այսպես վստահ պատրաստեք։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ բոլոր նոր միացող մեր մեծ ընտանիքին, նոր միացող հետևորդներին, այսքանը, ցտեսություն։